Շնորհակալ եմ, պարոն նախարար, չնկատեցի ձեր խոսքում ասեցիք թե ոչ, բայց կարծում եմ տեղին կլինի, եւս մեկ անգամ եթե ասել եք, շնորհակալություն հայտնենք, այս ձեր թվարկած բոլոր գործերը արվում են իմ կարծիքով Հայաստանի Հանրապետության բոլոր ժամանակների թիվ 1 բարերարի արդյունքում, դա Հայաստանի Հանրապետությունում աշխատող, հարկ վճարող քաղաքացին է եւ շնորհակալություն ենք հայտնում նրանց։ Շնորհակալ եմ նաեւ, որ խոսեցիք պետական պարտքի մասին, պարոն նախարար, ես ուզում եմ, որ այս մասով դուք շատ խոսակցություն ունենաք, բայց խոսակցություն ունենաք ոչ մասնագետների հետ։ Օրինակ ես պետական պարտքից մեղմ ասած շատ բան չեմ հասկանում։ Բայց իմ նման միլիոնից ավել վստահաբար մարդիկ կան, որոնք մենակ այդ ընդդիմության վերնագրերն են լսում եւ սարսափում են։ Եկեք օրինակ պատկերավոր ասենք, հա, ես 2017-18 թվականից ունեմ 21 միլիոն դրամ պարտք։ Կուզենայի ես ունենայի օրինակ այս բանին 10 միլիարդ դոլարի պարտք։ Եթե դուք ինձ հարցնեիք, ես վստահաբար կասեի այո կուզենայի, որովհետև եթե ինչ-որ մեկը ինձ 10 միլիարդ դոլար փող է տվել, ուրեմն ես ինձանից ինչ-որ բան ներկայացնում եմ եւ ունեմ որևէ ծրագիր, որովհետև այդքան գումար չեն տալիս։ Ես կարող եմ նաեւ ասել հետեւյալը, օրինակ նույն 2018 թվականին, երբ այդ 21 միլիոն դրամը վերցրել եմ, ես գնել եմ բնակարան։ 2018 թվականին, եթե ես այդ բնականս վաճառեի, կարողանայի հազիվ այդ վարկը փակեի։ Հիմա ոչինչ չանելով իմ այդ բնականի արժեքը դարձել է մոտ 50 միլիոն դրամ եւ ավելի, այսինքն այս բանին եթե ես վաճառեմ իմ բնակարանը, կփակեմ այդ 21 միլիոն դրամի պարտքը եւ եւս 30 միլիոն դրամ կունենամ։ Օրինակ ես նախորդ անգամ մակարոնի մասով բերեցի եւ քանի որ մեր ընդդիմությունն ասում է, որ մեկ անձին ընկնող հաշվարկով պարտքը ավելացել է 2500-ից դառնալով 4000 դոլար, քանի որ ինձանից հետո Արթուր Խաչատրյանն է ելույթ ունենալու, ես համաձայն եմ, պարոն Խաչատրյան, այդ 4000 դոլարը ես կվճարեմ ձեր փոխարեն, եթե դուք համարում եք ձեր անձնական պարտք, բայց պայմանով որ ձեր 2018 թվականի դրությամբ ձեր գույքը ինձ եք տալու։ Ես այդ էլ եմ պատրաստ առնել։ Ես ուզում եմ, որ այս մասին մենք շատ խոսենք, էլի, որտեղ աշխարհի բոլոր ընկերությունները, բոլոր գրեթե պետությունները ունեն պարտք։ Այդ թվում ազգային բարերարներ կոչվածները, այս բան ունեն մի քանի միլիարդ դոլարի պարտք։ Որ արձագանքեք էլի խոսեմ։ Իրականում Պարոն Գաբրելյան, իրականում մենք շատ ենք խոսում այս հարցի մասին, ամեն ձևով փորձում ենք բարձաբանել, որովհետև պարտ բառը տենց ոնց որ բացասական ընկալում ունի նաև տենց երբ որ խոսում ենք դրա մասին, եւ իմ խոսքում ես փորձեցի ցույց տալ, որ այդ պարտքը, որը մենք ավելացրել ենք, ասել, որ մենք ուզեինք մեծ պարտք ունենալ, դա էլ միանշանակ չի, որովհետև կախված է նրանից, թե դու այդ պարտք, այդ մեծությունը քո եկամուտների համադրությամբ ինչպես է աճում, եւ ես փորձեցի ցույց տալ, որ մեր եկամուտները այնքան են աճել, որ մենք այդ ամբողջ պարտքը ընդամենը 1.5 տարում կարող էինք սպասարկել, եթե որոշեինք մեր ծախսերը չավելացնել, թողել նույն մակարդակի վրա, բայց ծախսերը ավելացել են բազմապիսի բոլոր ուղղություններով, որը նաեւ գեներացրել է այդ մեր հավելյալ եկամուտները։ Այսինքն մենք մեր քաղաքացիներից վերցնում ենք հարկերը եւ այդ հարկերը ներդնում ենք այդ հնարավորությունների ստեղծման մեջ, որպեսզի իրենք ավելի մեծ հնարավորություն ունենան այդ պարտքը սպասարկելու։ Ունեք արձագանք։ Իդեպ առաջարկս ոչ միայն ձեզ է, պարոն Խաչատրյան, ընդդիմադիր ցանկացած պատգամավոր, որ կհամաձայնվի, ես իր պետական պարտքի հետ ձեր բանաձևով մասնաբաժինը փակում եմ, ելի եմ ասում, պայմանով, որ ձեր գույքը անշարժ 2018 թվականի դրությամբ ինձ տալիս եք, էդ էլ եմ առնում։ Ես ուզում եմ, պարոն նախարար, դուք իհարկե շատ եք խոսում, բայց էլի թվերով չէ, եկեք առաջարկ անենք այն ակտիվ քաղաքացիներին, ովքեր իմ ձեր մեկնաբանություններում խոսում են այս մասին, հրավիրենք, թեկուզ ոդքասթի ժանրով մարդկանց բացատրենք։ Որտեվ ես նորից եմ ասում, օրինակ Ճապոնիան ունի 250%-ից ավել բար, բայց էլի թվերը, որ մարդիկ լսում են, մի քիչ այսպես շփոթմունք է։ Եվ նաև մի թիվ դուք չասեցիք, ես նկատել եմ, որ օրինակ ներքին պարտքն է մեծացել։ Ինչ է դա նշանակում։ Իմ տպավորությամբ, օրինակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2-ից 3 անգամ ավելի շատ են այսօրվա կառավարության վստահում, որովհետև մոտարապես այդքան ավելացել է ներքին պարտքը, այսինքն այդ պարտքը Հայաստանյան քաղաքացիները բերե տվել են պետությանը պարտատոմսեր գնելու տեսքով եւ ասել են վերցրու այս գումարը, մենք վստահում ենք քո տնտեսական քաղաքականությանը, քո ապագային եւ տվել են։ Այս մասով էլ խնդրում եմ ելի ուշադիր լինենք, հնարավորինս բարձ բացատրենք, թե ինչա կատարվում։ Շնորհակալ։ Ես ուղղակի կավելացնեի, ոչ միայն վստահում են, այլ նաեւ ունեն փող, որպեսզի գնեն պետական գանձապետական պարտատոմսեր։ Եվ երբ որ դուք ասում եք պարոն Խաչատրյանի պարտքը դուք պատրաստ եք մարել, ես ուղղակի մի բան հիշեցի, այս վերջերս ինչ որ մեկը ասում էր, որ բանը
ձեր երեխաները ծնվում են արդեն ունենալով $4300 պարտք, դες տպավորությունա, որ պետքա գնանք այդ երեխաներից այդ փողը ուզենք կամ իրանցից ուզենք։ Հետևաբար ուզեմ ասեմ դուք պարոն Խաչատրյանի պարտքը մարելու հնարավորություն ցավոք սրտի չեք ունենա, որովհետև այդ պարտքը պետական պարտք է եւ որևէ մարդուց չեն գնում իրան ասում այդ պարտքը արի հիմա մարի, դա մարվում է մեր վճարած հարկերի մի մասը ուղղվում է այդ պարտքի սպասարկմանը կամ դրա մարմանը։ Այո, այդ պարտքի մի մասն էլ մարվում է նոր պարտք վերցնելով, այսինքն պարտքի սպասարկման ցիկլի մեջ ենք եւ սա հատուկ մասնագիտությունն է, որը մեր հիմնական գործառույթներից մեկն է։